Հիմա ես կարող եմ թվա թե բան եմ ասում, ասենք եթե խնձորեսկում որևէ առևտուր առանց ՀԴՄ-ի տեղի չունենա, ես երաշխավորում եմ, որ բոլոր ճանապարհները կսարքվեն։ Ինչքան չսարքվի, այդ ձեր մեջ գցեք բռնեք այդով են, որ առանց ՀԴՄ-ի դուրս այեք։ Դուրջ եմ, ասած ես մեջ հասկանում եմ բան կա, բայց իրոք տենց է ժողովուրդ։ Ինչ հալից ուզում եմ ասեմ, որ մտնում եք, ասենք օրինակ ինչ եք առնում։ Ձեթ, այ ապրես, լավ օրինակ է։ Ձեթ որ առնում եք, ինչ արժի ձեթը։ 1600 թե 1000, 1000-ից էլ կա, 600-ից էլ կա։ Հիմա 600 դրամ, երբ որ ձեթ տալիս ենք առնում երեխեք, այդ 600 դրամի մեջ 120 դրամը ավելացված արժեքի հարկն է։ Այսինքն հարկը արդեն գնի մեջ է։ Երբ որ դուք ՀԴՄ եք տպում, դա հարկը ինքը երաշխավորում եք, որ այդ 120 դրամը կգա բյուջե եւ կդառնա փողոց։ Երբ որ ՀԴՄ չեք վերցնում, հնարավորություն եք տալիս, որ այդ 120 դրամը չգա բյուջե եւ չդառնա փողոց, լուսավորություն 16 միլիոն թոշակ առողջության ապահովագրություն։ Դրա համար հսկողությունը ուժեղացել է։ Մենք ուժեղացնենք, բայց դուք էլ մի քիչ ուժեղացրեք։ Ընդ որում մենք չենք ուզում ձեզ վրա հասկենք, մենք ուզում ենք ամեն մեկս մեր վրա հասկենք, որովհետև դրանից ավելի մեծ հսկողություն չկա։ Ինչի մենք ձեզ վրա հասկենք, մենք վստահում ենք ձեզ, մենք սիրում ենք ձեզ, մենք հարգում ենք ձեզ, մենք վստահ ենք, որ դուք պատասխանատու քաղաքացի եք, մենք վստահ ենք, որ դուք ինքներդ ձեզ ավելի լավ կհսկեք, քան թե ուրիշը։ Որովհետև մենք վստահ ենք, որ ես ավելի շատ չեմ մտածում պետության մասին, քան դուք։ Ես համոզված եմ, որ մենք իրար հետ առնվազն նույն չափ ենք մտածում։ Եվ հետևաբար իմ կոչը է, որ դուք հսկեք ձեզ, եւ պետք չի, որ ուրիշները ձեզ հսկեն։ Սիրելի խնձորեսցիներ, սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ եւ խոնարհվում ենք բոլորիդ առաջ եւ ծափերով ողջունում ենք ձեզ բոլորիդ։ Շնորհակալ եմ։